Դեկտեմբերի 21-ին առավոտյան ժամը 5-ին ոստիկանության Նոր-Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Միասնիկյան պողոտայի 20A հասցեում վիրավոր մարդ կա։ Մեկ ժամ անց նոր հաղորդում էր ստացվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից, նույն հասցեում գտնվող բենզալցակայանից գլխի, կրծքավանդակի ու ձեռքի ծակած կտրած արյունահոսող վերքեր ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1968 թվականին ծնված Ավետիք Մարտիրոսյանը, որն ի վիճակի չէ բացատրություն տալ։ Ժամը 10:50-ին կրկին հաղորդում էր ստացվել բուժհաստատությունից, գիտակցության չգալով Ավետիք Մարտիրոսյանը մահացել է։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական և որոնողական բազմածավալ գործողությունների արդյունքում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Նոր-Նորքի բաժնի ծառայողների համատեղ աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 24-ին սպանություն և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ 1986 թվականին ծնված Մկրտիչ Բաբայանն ու նրա տարեկից Լևոն Մելքոնյանը։ Նրանք տվել են խոստովանական բացատրություններ, հանցագործության գործիք դանակն առգրավված է, քննությունը շարունակվում է։ Դեկտեմբերի 24-ին ժամը 11:35-ին Մայրաքաղաքի Մայիսի 9-ի փողոցի 49 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր աշխատակից 1987 թվականին ծնված Արթուր Նազարյանի դին, մարմնի տարբեր մասերում կտրած ծակած բազմաթիվ վնասվածքներով։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են սպանության հանգամանքներն ու կատարողի անձը։ Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը ժամը 1-2 նկատ ժամանակահատվածում 1983 թվականին ծնված նախկինում դատված Կարեն Շահինյանը ավազակությամբ գույք հափշտակելու նպատակով սուր կտրող ծակող գործիքի բազմաթիվ հարվածներով սպանել է աշխատակցին և գրասենյակից հափշտակել գումար։ Նույն օրը Կարեն Շահինյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, քննությունը շարունակվում է։ Դեկտեմբերի 25-ին առավոտյան ժամը 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների և Վաղաշապատի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1993 թվականին ծնված Արսեն Ղազարյանին, եղբայրներ 1982 թվականին ծնված Սարգիս և 1994 թվականին ծնված Հարություն Գրիգորյաններին։ Նրանք խոստովանել են, որ այս տարվա հունիսի 30-ից կատարել են 2 տասնյակից ավելի գողություններ։ Գողունի մի մասն առգրավված է։ Սարգիս Հարությունյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել է արտասահմանյան արտադրության ատրճանակ։ Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք կիրակնօրյա թողարկմանը։ Դեկտեմբերի 25-ին ոստիկանությունում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը հանդիպեց լրագրողների հետ։ Տարեվերջյան հանդիպման թեման նախատոնական և տոնական օրերին ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումներն էին։ Անդրադարձ եղավ նաև 2015 թվականի ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Տարվա հենց սկզբից ճանապարհային ոստիկանության առջև խնդիր էր դրվել հատուկ աշխատանք տանել ճանապարհային երթևեկության կանոնների այնպիսի խախտումների հայտնաբերման ուղղությամբ, ինչպիսիք են ոչ թավ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելը, փոխարինված, կեղծված, գողացված համարանիշներով տրանսպորտային միջոցներ երթևեկելը և հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը։ Ներկայացնելով 2015 թվականի 11 ամիսների վիճակագրությունը Նորիկ Սարգսյանը մասնավորապես նշեց. Անցած 11 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ուժերով հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 398,560 խախտում, որոնցից 5,941-ը տրանսպորտային միջոցները ոչ թափ վիճակում վարելու վերաբերյալ, 246-ը փոխարինված կամ կեղծված համարանիշներով երթևեկելու վերաբերյալ, հետախուզման մեջ գտնվող 389 տրանսպորտային միջոց։ Նախորդ տարիների փորձը վկայում է, որ խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման օպերատիվ արձագանքը տոնական օրերին կտրուկ նվազեցնում են պատահարները, կրճատում վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը։ Ուստի ճանապարհային ոստիկանությունը այս տարի էլ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին հանրապետության բնակավայրերում և ճանապարհներին իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Ներողամտություն չի դրսևորվելու հատկապես հարբած վարորդների հանդեպ։ Կարգազանցը կենթարկվի պատասխանատվության։ Ոստիկանական կարգախումբն ուղևորներին կուղեկցի տուն, իսկ մեքենան
կտեղափոխվի ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Ինչպես ներկայացրեց Նորիկ Սարգսյանը, դեկտեմբերի 22-ից ճանապարհային ոստիկանության բոլոր ուժերն ու միջոցները կենտրոնացվել են եւ կարգավորում են երթևեկությունը շուկաների եւ առևտրի այլ կետերի հարակից տարածքներում, խաչմերուկներում։ Արվելու է ամեն ինչ մեր քաղաքացիների տոնական տրամադրությունը պատահարներով եւ խցանումներով չփչացնելու համար, հավաստիացրեց Նորիկ Սարգսյանը։ Գրված օրենքներից բացի կան նաեւ չգրված օրենքներ, համակեցության կանոններ, որոնք պահպանելը բոլորիս բարոյական պարտականությունն է։ Սա արդեն ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։ Շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ոստիկանությունը հորդորում է պահպանել տոնի լուսավոր խորհուրդը, բոլոր օրենքների տառն ու ոգին, հարգանքն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ։ Հանդիպման ընթացքում սպառիչ պատասխաններ տրվեցին լրագրողների հարցերին։ Դեկտեմբերի 25-ին ոստիկանության բարեկապահակետային ծառայության գունդ այցելեց Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն իր երկու տեղակալների հետ։ Գնդի անձնակազմը նրանց դիմավորեց շարահրապարակում։ Ողջունելով անձնակազմին, Աշոտ Կարապետյանն անդրադարձավ 2015 թվականին գնդի կատարած աշխատանքի արդյունքներին, իր եւ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անունից շնորհակալություն հայտնեց ծառայության համար։ Շնորհավորելով գալիք նոր տարին, վարչության պետը գնդի ծառայողներին մաղթեց նոր հաջողություններ կյանքում եւ աշխատանքում։ Դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Դինամո մարզական հասարակական կազմակերպության 2015 թվականին կատարած աշխատանքների ամփոփումը։ Կազմակերպության նախագահի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Հարապետյանը նշեց, որ տարին դինամոյականների համար հագեցած էր։ Դինամո մարզական հասարակական կազմակերպության 90-ամյակի առթիվ բազմաթիվ առաջնություններ ու միջոցառումներ անցկացվեցին։ Հոբելյանական փառատոն, վավերագրական ֆիլմ, որտեղ արտացոլված էր Դինամոյի պատմությունը։ Ինչպես Դինամոյում, այնպես էլ տարբեր մարզական ակումբներում հատուկ պայմաններ են ստեղծվել սիրիահայ ընտանիքների եւ դժվար դաստիարակվող երեխաների մարզական առօրյան կազմակերպելու համար։ 2015 թվականի աշխատանքների վերլուծությունից հետո միջազգային առաջնություններում մրցանակային տեղեր զբաղեցրած դինամոյականները պարգևատրվեցին թանկարժեք նվերներով։